կյանք չի տվել։ Ասել է դե դուք գիտեք ինչ ուզում եք արեք։ Իրապահ մարմինները ոչ միայն թույլ են տվել միջամտություն ընտրական գործընթացին, այլ նաև պահպանել են այդ վարքագիծը զգուշացումներից հետո։ Նույն մոտեցումն ենք տեսնում նաև հաջորդ հրապարակումներում։ Հրապարակվել է մարդկանց անձնական խոսակցություն հագուստի մասին։ Քեզ մի հատ շալվար են բերում, կարճ է, բայց զապաս ունի։ Ինչ իրավական կոնտենտ է սա պարունակում իր մեջ, ինչու էր սա հրապարակվում։ Հրապարակում է կենցաղային տվյալ, որը որևէ կերպ չի կարող նպաստել հանրությանը քրեական բարույթի մասին իրազեկելուն, բայց դրան նպաստում են մեկ այլ բանի, մարդու հանրային հեղինակության ձևավորմանը կամ ավելի ճիշտ հեղինակազրկմանը։ Եվ այս նույն արտահայտությունները ելի քարոզչության մեջ օգտագործվել են։ Բարձր դատարան, եթե այս բոլոր օրինակները դիտարկենք առանձին, հնարավոր է փորձել նրանցից յուրաքանչյուրի համար առանձին բացատրություն գտնել։ Ավելի ճիշտ այդպիսի բացատրություն կարող են փորձել ներկայացնել։ Մենք այդպիսի բացատրություն չենք գտնում։ Բայց Սահմանադրական դատարանը չի գնահատում առանձին դրվագներ, գնահատում է ամբողջական պատկերը։ Իսկ ամբողջական պատկերը ցույց է տալիս հետևյալը. իրապահ մարմինները հրապարակել են ոչ միայն այն տեղեկությունները, որոնք անհրաժեշտ էին վարույթի մասին հանրությանը տեղեկացնելու համար։ Նրանք հրապարակել են նաև այն տեղեկությունները, որոնք չունեին ապացուցողական նշանակություն, բայց ունեին ակնհայտ քաղաքական եւ քարոզչական ազդեցություն։ Եվ ամենակարևորը, այդ ազդեցությունը չի մնացել իրապահ մարմնի հրապարակման սահմաններում, անմիջապես տեղափոխվել է իշխող քաղաքական ուժի քարոզչության մեջ։ Այսպիսով, պետական մարմնի պաշտոնական հաղորդագրությունը դարձել է քաղաքական քարոզչության մեկնակետ։ Նույն գործելավոճը շարունակվում է նաև հաջորդ հրապարակումներում։ 2026 թվականի մայիսի 10-ին մարմինն է Հավաքակոռուպցիոն կոմիտեն հերթական անգամ հրապարակում է գաղտնալեզվական հատվածներ, նաև ներքին եւ արտաքին դիտման կադրեր ներողություն սա դրվագա, դրանցից մեկում հնչում է հետևյալ արտահայտությունը, ես կրկին ներողություն եմ այս դահլիճում հնչել։ Պրոստը այդ Ղարաբաղցիք Մուխանաթ են։ Մի ուրիշ մասում էլ շարունակը մի քանի վայրկյան անց հայոյանք են հնչում արցախցիների վերաբերյալ։ Զազրելի ու պարսավելի վարքագիծ, որը դրսևորած անձին ոչ ոք չճանաչեց, եւ ես հիմա հայտարարում եմ, որ այդպիսի արտահայտություն անող անձի վարքագիծը զազրելի է, բայց այդպիսի վարքագիծը վերագրվեց ընդդիմադիր քաղաքական ուժերին ամբողջությամբ։ Ու դա անում են այդ քարոզչությունը օգտագործում են թիրախավորելու ընդդիմադիր քաղաքական ուժերի լիդերներին, ակնառու քաղաքական գործիչներին, կարծես թե իրենք են նախաձեռնել, որ իրենց շտաբներում կամ իրենց շտաբների հետ կապ ունեցող մարդկանց հետ կամ գուցե ընդհանրապես կապ չունեցող մարդկանցից մեկի կողմից կատարվել է այդպիսի արտահայտություն։ Եվ դա անում են այն մարդիկ, ովքեր այսօր Արցախի հանրապետության դրոշի հետ կռիվ են անում։ Բարձր դատարան այս արտահայտություններից որևէ մեկը ոչինչ չէր ապացուցում, բայց օգտագործվում էր քաղաքական նկատառումներով։ Մեկ այլ դեպք, հրապարակվում է գաղտնալսում, հրապարակվում է ներքին արտաքին դիտման կադրեր, որին հաջորդում է ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հրապարակումը Facebook-յան էջի հետևյալ ձևակերպումով. Սա աղետ է, կալուկացու թիմակիցները նոր ձայնագրության մեջ իրենց ցույցերին եկողներին ոչխար են ասում, պատերազմի վետերաններին ԲԻՏՂ, իսկ անդաս կոչվածին մեղադրում Մարտակերտի պաշտպանության կամավոր հրամանատարի սպանության մեջ։ Հարգելի Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչներ, այս կոնտենտը ինչքանով էլ կարևոր ներկայացնել հանրությանը, ինչքանով էլ դա հաշվետվողականություն ներկայացնում ընտրական իրավախախտումների բացահայտման մեջ։ Ակնհայտ էր, որ սա քարոզչական օգնություն էր իշխող քաղաքական ուժի։ Նույն հրապարակումը, նույն արտահայտությունները, նույն ենթատեքստը անմիջապես հայտնվեցին եւ երկրկին լղումներով ամբողջությամբ բերված է բարձր դատարանին, թե ինչպես են նրանք օգտագործել։ Ինչ նպատակ էր հետապնդում իրավական մարմնի հրապարակումը, հանրությանը տեղեկացնել քրեական բարույթի մասին, ոչ, թե ստեղծել այնպիսի տեղեկատվական բովանդակություն, որ հնարավոր կլինի անմիջապես օգտագործել քաղաքական պայքարում։ Մեր համոզմամբ այս օրինակը եւս ցույց է տալիս նույն օրինաչափությունը, որը տեսանք նախորդ բոլոր դեպքերում։ Ես 4-5 օրինակ բերեցի, բայց այդ օրինակները ներով են ներկայացված են բողոքում եւ եւս մի քանի տասնյակով էլ ընդհանրապես չենք ներառել, որովհետեւ արդեն կոնտեքստը բարձր է հասկանալի։
Իրավապահ մարմինը հրապարակում էր ոչ միայն այն, ինչ անհրաժեշտ էր վարույթի մասին տեղեկացնելու համար, այլև հրապարակում էր այն, ինչ կանխատեսելիորեն դառնում էր քաղաքական պայքարի գործիք։ Ես ֆուտբոլ եմ սիրում, բարձր դատարան, եւ կարող եմ պնդել, որ իրենց կարիերայի ընթացքում նույնիսկ Չավին եւ Ինիեստան չեն տվել այնպիսի գեղեցիկ պասեր, ինչպիսիք քաղաքացիական պայմանագրին տվել են հակակոռուպցիոն եւ քննչական կոմիտեները։ Սա դասական, քաղաքական փոխանցումներով գործելավոճ էր։ Ամփոփելով, այս գործի ամենամեծ հակասությունը իրավապահ մարմիններն արեցին այն, ինչ ընտրական գործընթացում իրավունք չունեին անելու։ Իրենց պաշտոնական հեղինակությամբ մտան քաղաքական պայքարի մեջ։ Պարոն Մինասյանը նշեց, ընտրությունները ընթացան ոչ թե կուսակցությունների միջև, այլ մրցակցության մեջ մտան կուսակցությունները եւ պետությունը, իր բոլոր լծակներով, ներառյալ իրավապահներով։ Եվ այս ամենից չեն տուժել միայն այն ուժերը, որոնք թիրախավորված էին։ Այս ամենից տուժել են ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը, որովհետև երբ որ պետությունն է պայքարում քաղաքական կուսակցությունների դեմ, դրանից տուժում են նաև բոլոր այն ուժերը, ովքեր համապատասխան շեմը չեն հաղթարել եւ չեն կարողացել դիրքավորվել եւ ստանալ համապատասխան հնարավորություն ներկայացված լինել խորհրդարանին։ Իրավապահները արել են ամեն ինչ, ինչ չպետք է անեն ընտրական գործընթացներում։ Մենք չտեսանք նույնպիսի հետևողականության վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացահայտման հարցում, թեև ներկայացնում ենք այդ տվյալները։ Մենք չտեսանք նույնպիսի արագ արձագանք պաշտոնական լիազորությունների չարաշահման դեպքերում, թեև ներկայացնում ենք այդ դեպքերը։ Մենք չենք տեսնում նույնպիսի սկզբունքայնություն պետական միջոցների յուրացման դեպքերում ընտրական գործընթացներում։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իրավապահ մարմիններն ակտիվ են եղել այնտեղ, որտեղ նրանց գործողությունները ազդել են քաղաքական մրցակցության վրա, եւ պասիվ են եղել այնտեղ, որտեղ պարտավոր էին պաշտպանել հենց այդ մրցակցությունը։ Հենց այս չկատարված պարտականությունների հետևանքներին նաև կանրադառնա ներկայացուցիչ Տաթևիկ Սողոյանը։ Շնորհակալություն։ Ես ուղղակի ձեզ հիշեցնեմ, որ դուք ունեք ընդամենը 5 րոպե։ Բարձր դատարան, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, կփորձեմ հնարավորինս հակից, չնայած կարող եմ 5 րոպե